Եթե դու քեզ քննադատ ես համարում, բայց համակարգը քեզ սիրում է, արժե մի պահ կանգ առնես։ Գուցե դու իրականում այլևս ոչ մեկի համար վտանգավոր չես։ Ողջույն, դուք դիտում կամ լսում եք «Ինձնից դեպի քեզ» փոդքասթը։ Սա հարթակ է, որտեղ մենք խոսում ենք արվեստի, մշակույթի և հասարակական մտածողության մասին, առանց ձևականության և առանց անվտանգ բառապաշարի։ Եթե առաջին անգամ եք այստեղ, ուրեմն բարի գալուստ։ Եթե արդեն հետևում եք մեր այս շարքը, ուրեմն շնորհակալ եմ վստահության համար։ Դե ինչ, սկսեցինք։ Այս թողարկումը նրանց մասին չէ, ովքեր լռում են։ Լռողների մասին արդեն խոսել ենք։ Այս թողարկումը նրանց մասին է, ովքեր միշտ խոսում են, հարցազրույցներ տալիս, մասնակցում քննարկումներին, այսինքն միշտ ունեն կարծիք, բայց մի տարօրինակ բան է տեղի ունենում։ Համակարգը նրանց չի հակադրվում, չի վիճում, չի հերքում, չի փորձում լռեցնել, պարզապես նրանց ընդունում է։ Եվ հենց այստեղ սկսվում է ամենակարևոր հարցը։ Մշակութային պատմության մեջ գոյություն ունի մի պարզ օրինաչափություն։ Համակարգը չի սիրում այն արվեստագետներին, ովքեր իրենց վտանգում են։ Նրանք չեն սիրում նրանց, ովքեր կարող են խաթարել հարմարավետ կարգը, բայց նրանք շատ արագ ընդունում են մեկ ուրիշ տեսակ արվեստագետի։ Նրան, ով միշտ խոսում է ճիշտ բառերով, բայց երբեք չի անցնում վտանգավոր սահմանը։ Այդ պահին քննադատությունը վերածվում է ձևի։ Պատմությունը շատ լավ է հիշում նրանց, ովքեր այդ սահմանը անցան։ Մերխոլդ։ Սկզբում պետությունը սիրում էր նրան, իսկ նրա թատրոնը աջակցություն էր ստանում։ Բայց երբ նրա արվեստը սկսեց հարցեր տալ իշխանությանը, նա դարձավ վտանգավոր։ Եվ վերջում ոչ թե նրան քննադատեցին, այլ պարզապես նրան վտարեցին։ Կամ օրինակ վերցնենք Պազոլինիին։ Նա չէր մեղմում իր խոսքը, չէր հարմարեցնում իր արվեստը, եւ հենց դրա համար էլ նա այդպես էլ չդարձավ համակարգի համար ընդունելի։ Համակարգը երբեք չի սիրում անհարմար արվեստագետին։ Նա սիրում է հարմարեցված խոսքը։ Հիմա օրինակ պատկերացնենք մի ժամանակակից արվեստագետի։ Օրինակ իրեն։ Նա միշտ խոսում է արժեքներից՝ ազատություն, ժողովրդավարություն և առաջադեմ մտածողություն։ Բայց երբ իրական կոնֆլիկտ է առաջանում, նրա բառապաշարը միանգամից փոխվում է։ Խնդիրը ավելի բարդ է, պետք է սպասենք։ Ես դեռ ուսումնասիրում եմ հարցը։ Եվ հենց այդ պահին համակարգը հանգիստ շնչում է, որովհետև սա վտանգավոր խոսք չէ, սա անվտանգ քննադատություն է։ Եթե քեզ լսում են, բայց չեն անհանգստանում, ինչու՞։ Եթե քեզ հրապարակում են, բայց չեն լռեցնում, ինչու՞։ Եվ եթե քո խոսքը ոչ մեկի համար խնդիր չէ, արդյոք դա քննադատություն է։ Սրանք հռետորական հարցեր չեն, սրանք ախտորոշիչ հարցեր են։ Քաղաքական մտածող Հաննա Արենդը գրում է. «Չարիքը գալիս է նորմալության տեսքով, բայց չգիտես ինչու մշակույթի մեջ այն գալիս է ընդունելի տեսքով։ Երբ քեզ ասում են, դու հավասարակշռված ես, դու չափազանցնում ես և դու խելացի ես, դա միշտ չէ, որ գովեստ է։ Դա պարզապես նշանակում է, որ քո խոսքը նրանց համար այլևս վտանգավոր չէ»։ Եթե համակարգը սիրում է քեզ, ինքդ քեզ մի հարց տուր. ում ես ներկայացնում դու, որովհետև պատմության մեջ արվեստը, մշակույթը, խոսքը երբեք չեն հիշվել իրենց ընդունելի լինելու համար։ Դրանք հիշվել են այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը համարձակվել է ասել մի բան, որից հետո հնարավոր չի եղել շարունակել ապրել նույն ձև։
Եթե այս թողարկումը ձեզ հետաքրքրեց, ապա այն կարող է կիսվել այն մարդկանց հետ, ովքեր որ մտածում են մշակույթի եւ հասարակության մասին։ Անպայման բաժանորդագրվեք էջին, որպեսզի բաց չթողնեք ինձնից դեպի քեզ ոդքասթի հաջորդ թողարկումները։ Շնորհակալ եմ դիտելու համար։ Մինչ նոր հանդիպում հաջորդ թողարկմանը։